Եվ հետևաբար այն դրույթներից ևս մի քանիսը կշեշտեմ, որոնք արդեն հրապարակված են, հայտնի են, բայց ես ուզում եմ այսօր ընդգծել։ Մասնավորապես այն, որ իրական Հայաստանի Հանրապետությունն է միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս թիվը արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, բայց կա հետաքրքիր մի երևույթ, որ այս թիվը հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչու է անհրաժեշտություն առաջացել այս թիվը ընդգծել, որովհետև հենց գաղափարախոսական առումով անհրաժեշտություն է առաջացել պատասխանել մի հարցին, իսկ ո՞րն է Հայաստանը։ Որովհետև այն հարցին ի պատասխան, թե ո՞րն է Հայաստանը, այս հարցը կարող է դառնալ ուղենիշ եւ չափանիշ, թե այս որոշումը, որևէ որոշում ճիշտ է թե սխալ է։ Որովհետև ու կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որ այն փաստը, որ այս թիվը շատ հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ինքը ստեղծել է մի տարօրինակ հարցադրում կամ մի տարօրինակ արձանագրում, երբ որ հայտնի իրադարձությունները եղան եւ մեղադրանք հնչեց, որ օրինակ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ, որ ես իրականում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սա շատ հետաքրքիր նյուանս է, որովհետև երբ որ մենք հայտարարում ենք իմ ընկալմամբ, որ մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականություն եւ դա ճիշտ է եւ այդպես է, բայց սրա խորքային մեկ այլ նպատակ ինքը ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։